Իսկ դուք առանց վիզայի Փարիզ գնալ կարող եք։ Արցշատում կարող եք։ Եվ ոչ միայն, Նյու Յորք, Դուբայ էլ կարող եք գնալ։ Տրանզիտ ուղին կանաչ կամարն է, որտեղով անցնելիս հյուրերը նախընտրում են կանգնել, նկարվել ու շարունակել։ Արցշատ էկոգարդենը գտնվում է Արտաշատ քաղաքում, զբաղեցնում է բավականին կարևոր դիրք Արտաշատում։ Արտաշատում մարտից է սկսվում ամառը, բայց Արցշատի կանաչ պարտեզում քամին հաճախ է հյուր գալիս։ Իննայի խոսքով այստեղ հարմար է ընտանեկան, ընկերական ու գործնական հավաքների համար։ Մեր ամենամեծ սրահը նախատեսված է մոտ 400 անձանց համար, ունենք ավելի փոքր սրահ, որը նախատեսված է մինչև 200 անձանց համար, ունենք երկու սրահ, որը նախատեսված է 70-ից 100 անձանց համար, եւ ունենք առանձնասրահներ, որոնք նախատեսված են 10-12-ից մինչև 25-ից 30 անձանց համար։ Արցշատի 10 սրահում ավանդական ուտեստների բույրին միանում են շեֆ խոհարարի նորամուծությունները։ Սպասարկումը միայն պատվեր ընդունելը կամ սնունդ մատուցելը չէ, առաքելություն է, որը ոչ բոլորին է այստեղ վստահվում։ Արամը 2 տարի է Արցշատում է աշխատում։ Սովորել է իրենց հաճախորդների լեզուն, աշխատանքի եռացող ժամը կամ համեմատաբար թեթևը, երբ կարելի է հանգստանալ ու շունչ քաշել։ Սպասարկման ոլորտը ունի դժվարության բաներ, բայց հետաքրքիր է անցնում։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ Մարդը ասում է մի հատ պիցա տվեք ու տնք գնանք։ Ձեր պիցան լավն է, կամ ձեր խինկալին լավն է, 10 քանի դրեք տնք գնանք։ Սենց, որ սիրով ես անում ամեն ինչ, օգնածությունը դնում ես մի կողմի։ Արցշատի աղջիկ հյուրերը Փարիզն են նախընտրում, տղաները Դուբայը, պատմում է Իննան։ Մարդկանց հիշողության մեջ ճամփորդությունը միշտ չէ, որ սկսվում է օդանավակայանից։ Երբեմն այն սկսվում է մուտքի մոտ սպասող ժպիտից, հացի հոտից կամ սեղանին դրված թեյից։ Արցշատում ճամփորդությունն ունի տեղական համ ու միջազգային տրամադրություն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։